Վաղարշաբաթին չպետք է ձայն տա քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Ոչ մի դեպքում կենաց մահու ընտրություններ են սևեր, սպիտակներ, ներկաներ, նախկիններ, դու եկեղեցու վրա հարձակվողն ես, դու Մեսրոպ Մաշտոցին այ բենարանից նկարը հանողն ես, դու ազգային արժեքները մոռացողն ես, դու մասի սարի հետ կռիվ տվողն ես, դեմագոգիայով ենք զբաղվելուց համայնքում։ Ողտոր ջրում փորձեն ձուկ բռնել, բնակիչներն ասում են ունեն երկու արտեզյան հոր, մեկը չի աշխատում, ինչի՞ չի աշխատում, սա մեջը մատորը չկա։ Այսինքն սա վերջի ընտրություններն են։ Հաշված օրեր են մնացել Վաղարշաբաթ համայնքի ավագանու ընտրություններին։ Նոյեմբերի 16-ին ընտրողը քվեախցում որոշելու է, թե 8 քաղաքական ուժերից որն է համայնքը ղեկավարելու առաջի տարիներին։ Մեր զրուցակիցը այդ ուժերից հաղթանակ կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։ Շնորհակալ եմ Սևակ հրավերն ընդունելու համար։ Ձեր կարծիքով ինչու է Վաղարշաբաթ համայնքի ընտրություններին տրվում այդքան կարևորություն եւ տպավորությունն այնպեսին է, որ պատրաստվում ենք համապետական ընտրությունների, այլ ոչ թե տեղական մակարդակով ավագանու ընտրություն։ Բարև ձեզ, ես ինքս էլ շնորհակալ եմ այս հանդիպման համար։ Ասեմ, որ նախ իր կարևորության առաջին ինչն է, որ 2020 ամիսներ հետո 26 թվականի հունիսին տեղի ունենալու ազգային ժողովի ընտրությունները, համապետական ընտրություններ, եւ բոլորը այս ընտրություններին նայում են որպես ազգային ժողովի ընտրության նախաբան, այսինքն սա վերջի ընտրություններն են, կոնկրետ իշխանությունների համար չեմ պատկերացնում ինչի համար, բայց այսպես ասած կենաց մահու ընտրություններ են սարքել եւ տարբեր վարչական ռեսուրսներով ամբողջ պետական ապարատն ուղղել Վաղարշաբաթ համայնքի վրա, որովհետեւ իրենք փորձում են ամեն գնով հաղթել ընտրությունները, որ հայ ժողովրդին ցույց տան, տեսեք, նույնիսկ Վաղարշաբաթին մեզ հետ համակարծիք է մեր վարած քաղաքականությանը, հայ առաքելական եկեղեցու սևացնելու գործում, հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման գործում եւ որ ամենակարևորն է, որ իրենք կարողանան հոգեբանորեն ցույց տալ մարդկանց, թե իրենք ունեն բարձր վարկանիշ։ Ես վստահաբար ասում եմ, որ իրենց մեծ հուսախաբություն է սպասվում եւ դա լինելու է ճիշտ հակառակը։ Քաղաքական մակարդակում խոսվում է, որ Վաղարշաբաթը Գյումրի 2 չի դառնալու։ Ինչ է նշանակում Գյումրի 2-ը Վաղարշաբաթի համար։ Իրենց այդ թեզը, նիկոլական այդ թեզը, ՔՊ-ական, որ Գյումրի 2 չի դառնալու, ես ինքս էլ լավ չեմ հասկանում, իրենք երևի թե ուզում են ասեն, որ կոալիցիաներ չեն կազմվելու, իրենք չեն պարտվելու, մենք ինքներս իրենց հետ համաձայն ենք այդ մի հարցում, ՔՊ-ի հետ համաձայն ենք, այո, Գյումրի 2 չի լինելու, որովհետև մենք մեր թիմով ի սկզբանե ասել ենք, որ գնում ենք բացարձակ հաղթանակի։ Իսկ եթե քվեարկության արդյունքները այլ բան ցույց տան, բնականաբար համագործակցության եզրեր մենք ունենք ընդդիմադիր այն ուժերի հետ, ովքեր ընդդիմադիր դաշտից հանդես են գալիս։ Դուք նախկինում եղել եք իշխանական կուսակցության անդամ, մասնավորապես հանրապետական կուսակցության անդամ, այժմ ընդդիմադիր դիրքերից եք հանդես գալիս։ Նախկիների եւ ներկաների պայքարում ինչպես եք կարողանում ձեր նախընտրական ծրագիրը տեղ հասցնել, որովհետեւ կարծես թե առաջնահերթությունը տրվում է նախկիների եւ ներկաների կռվին, այլ ոչ թե բուն ծրագրերին։ Տեսեք, այո, եղել եմ հանրապետական կուսակցության անդամ։ Ես նախկինում աշխատել եմ գիտական ոլորտում, եղել եմ տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորը, դասավանդել եմ տնտեսագիտական համալսարանում։ Այժմ մենք 21 թվականի ընտրություններին ենք մեր թիմով համայնքի ընտրություններին մասնակցել եւ այս ընտրություններին նույնպես մենք թիմով որոշել ենք եւ բավականին մեծ թիմով կրկնապատիկ, եռապատիկ ավելի մեծ է մեր թիմը, քան 21 թվականի ընտրությունների ժամանակ, որպեսզի մասնակցենք եւ ծառայենք մեր համայնքի։ Տեսեք, քաղաքական այդ կեղծ որակումները, կեղծ թեզերը 18 թվի հենց ՔՊ-ից եկող սևեր, սպիտակներ, ներկաներ, նախկիններ, այս 7 տարիների ընթացքում հայ ժողովուրդը նաև Վաղարշաբաթին տեսել է, որ դա ոչ մի լավ տեղ չի տանում, ոչ մի դրական կողմ չունի այդ կեղծ որակումները։ Ես կարծում եմ մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա պարզապես քարոզչական ինչ-որ հնարքներ է մարդկանց բաժանելու տարբեր խմբերի, մարդկանց բաժանելու, մարդկանց թշնամացնելու, նույնիսկ երկու եղբոր ընտանիքի անդամների միմյանց դեմ հանելու, բայց այլևս այդ իրենց նիկոլական թեզերը չեն գործում։
Ձեր կարծիքով Վաղարշապատին ընտրելու է քաղաքական կուսակցության ծրագիրը, թե այնուամենայնիվ տուրք է տալու նախկինների եւ ներկաների կռվին, որը ավելի շատ վերաբերում է համապետական ընտրություններին եւ արծարծվելու են հարցեր, որոնք թիմ շրջանակից դուրս են, այսինքն վերաբերում է գլոբալ քաղաքականության։ Կարծում եմ եւ քաղաքին վերաբերող թիմերի կուսակցությունների ծրագրին են Վաղարշապատիները ուշադրություն դարձնում եւ բնականաբար ուշադրություն են դարձնում թիմերի արժեհամակարգին, թե տվյալ տեխնացուն ինչ արժեհամակարգի կրող անձնավորություն է։ Որքան էլ որ իրենք փորձում են այս ընտրությունները կապել շատ նեղ, տենց շինարարական աշխատանքների հետ, բորջուրը փոխեցինք, այս ինչ տեղում մի հատ ասֆալտը մի փոքր արեցինք, ամեն դեպքում մարդիկ ուզում են հասկանան ում են իրենք ձայն տալու երկրի այսօրվա մեր վիճակում վերջին տարիների արհավիրքները, որը եկել է քաղաքացիական պայմանագիրը բերել է այս երկրի գլխին, մարդկանց համար շատ կարևոր է անձնավորությունների, տեխնացուների մոտեցումները հայ ազգին, հայ ժողովրդին, Հայաստանի ապագային եւ իհարկե նորից կրկնեմ, թե ինչ արժեհամակարգ կրող անձնավորություն ես դու։ Դու եկեղեցու հարցակվողն ես, դու Մեսրոպ Մաշտոցին այ բենարանից նկարը հանողն ես, դու ազգային արժեքները մոռացողն ես, դու մասի սարի հետ կռիվ տվողն ես, թե ոչ, թե դու մարդ ես, ով փորձում է պահել ազգային արժեքները, ում համար շատ կարևոր են մեր հերոս տղաները, մեր ընկած տղաները, մեր արցախյան հերոսամարտը, հենց մեր Արցախը, արցախցիներին հանդեպ հոգատարությունը, այս ամենը չափազանց կարևոր է։ Նաև նայում են, նորից ասեմ, նաև ծրագրային դրույթներին են նայում եւ տեսնում թիմը ինչ պրոֆեսիոնալիզմ ունի, ինչ անդամներ ունի թիմը, որոնք հետագայում ծառայելու են այս համայնքին եւ բնականաբար նայելու են մարդկանց գիտակցությանը, մարդկանց արժեհամակարգին։ Դուք 2025 թվականի փետրվարին ընկերություն եք հիմնել, որի 100% սեփականատերն եք, բայց տարածքային հանձնաժողով ներկայացրած ձեր հայտարարագրում այդ մասին որևէ հիշատակում չկա։ Միտումնավոր եք թաքցրել, թե անկեղծ ասած չգիտեմ, եթե նման բան կա, շատ արագ, այո, ես ՍՊ եմ հիմնել, ընկերություն եմ հիմնել, եթե չի ներկայացվել, երևի թե մեր հաշվապան ինչ-որ մի բան սխալ է արել, շատ արագ կշտկվի, եթե նման բան կա, անկեղծ ասած առաջի անգամ լսում, որովհետև ընդհանրապես այդտեղ միտումնավոր ինչ-որ բան չկա անելու, որովհետև այդ ընկերությունը այսպես ասած, բուրըն գործունեություն չի ծավալել, որպեսզի կարողանանք ինչ-որ բան թաքցնել կամ միտում լինի թաքցնելու, պարզապես վստահ եմ դա վրիպակ է, կներկայացնենք։ Պարոն Խաչատրյան, դուք գործող ավականու անդամ եք, բայց Վաղարշապատը ունի բազմաթիվ խնդիրներ, սկսած բազմաբնակարան շենքերի տանիքներից, շքամուտքերից, գծերից, ջրահեռացման համակարգերից, ձեր պատասխանատվությունը կա այստեղ, որ այդ խնդիրները դեռևս չլուծված են, դրանց մեծ մասը դեռևս չլուծված են։ Ինչն է խանգարել ձեզ, որպեսզի այս տարիների ընթացքում ավելի արդյունավետ աշխատեք եւ այսօր ունենայիք ավելի շատ լուծումներ։ Բնականաբար մեր մեղավորությունը ես այստեղ չեմ տեսնում, որովհետեւ մենք ավականիում մեծամասնություն չենք ունեցել, ավականիում մեր ձայնը որոշիչ չի եղել, սակայն այդ ամենը հաշվի առնելով մենք բազմաթիվ խնդիրներ ենք բարձրացել, բազմաթիվ խնդիրներ ենք առաջարկել, բազմաթիվ հարցեր, որոնք լուծում են ստացել, այսինքն տեսեք, եղել են օրինակ ասֆալտապատման ծրագրեր, ինչ որ թաղամասերի, մենք առաջարկել ենք, որ տեսեք, այս փողոցը ավելի արդյունավետ չի, ավելի արդյունավետ է այս անգամ այս փողոցն անենք, որովհետև այստեղ ավելի վատթար վիճակ է։ Օրինակ մեր առաջարկը բնականաբար ընդունվել է, իրենք էլ համոզվել են, որ դա այդպես է, եւ այդպես եղել է նաեւ թաղամասի հետ կապված։ Նույն Անդրանիկ թաղամասը մենք ենք առաջարկել, որպեսզի այս անգամ Արամ Մանուկյան թաղամասից հետո 2-3 փողոց ասֆալտապատելուց հետո պետք է նաև Անդրանիկ թաղամասը ասֆալտապատել, որովհետև այնտեղ էլ շատ վատ վիճակ է։ Մենք առաջարկությունով հանդես եկել ենք, բայց որ որոշումների կայացման վրա ունենանք ազդեցություն, իհարկե չենք ունեցել, եթե ունենանք շատ ավելի ուրիշ ձև կլիներ, շատ ավելի լավ կլիներ, մենք ինքներս մեր գաղափարները շատ ավելի առաջ կտանենք եւ վստահ եմ, այսինքն ունենալ ազդեցություն պետք է ունենանք ավականու մեծամասնություն, դրա համար պետք է 21 թվին ստացած լինենք էջմիածնեցիների վստահությունը։ Չենք ստացել, դրա համար այսօր կարելի ասել
այս օրինենք ներքաղաքի այս օրինն է Ռասկուլա չի տարված, կներեք այդ արտահայտության համար եւ այս ամենն էլ մեզ դրթել է, որպեսզի մենք մեր թիմով մասնակցենք ընտրությունների եւ մեր քաղաքը ժողովրդի վստահությունը ստանալուց հետո տեսնենք ավելի լավ, ավելի բարեկարգ, ավելի կյանքով լիքը, մշակութային կյանքով, գրական կյանքով, գիտական կյանքով, մի խոսքով այն ամենը, ինչը պետք է համայնքը գրավիչ դարձնելու համար։ Մենք այսօր ծայրամասային թաղամասեր ունենք, իդեպ այդ նույն խնդիրները 21 թվականի ժամանակ, երբ որ ժողովրդի հետ մենք հանդիպում ենք ընտրություն, իրենք բարձրացնում էին։ Կենսական նշանակություն ունեցող խնդիրներով թաղամասեր ունենք, որտեղ չկա կոյուղա գիծ։ Մարդիկ ջուր օգտագործելու համար չափով են օգտագործում, որպեսզի փոսեր են արել իրենց տան դիմացը, որպեսզի այդ կոյուղաջրերը գնան այդ փոսերի մեջ, եւ երբ որ քարոզարշավի ընթացքում նայում ենք, այլևս տեղ չկա։ Շատ խայտառակ վիճակ է, այսինքն ուշադրությունը 1-2 բան եղել է կենտրոնի վրա, ծայրամասային թաղամասերը ինչպես միշտ եղել են տուժած, եւ պատահական չէ, որ մենք մեր քարոզարշավը հենց սկսեցինք ծայրամասային թաղամասերից։ Մենք հենց քարոզարշավի կենտրոնում դեռ չենք եղել ենք ծայրամասային թաղամասերում, խնդիրները բնականաբար գիտենք, բայց ինքներս էլ ենք ուզում բնակիչներից այդ ամենը լսել, եւ հենց աշխատանքներն էլ սկսելու ենք ծայրամասային թաղամասերից։ Ձեր նշած ասֆալտապատման ծրագիրը միակ նախաձեռնությունն է, որ հաջողությամբ է ավարտվել, թե նմանատիպ այլ ծրագրեր եւս առաջարկել եք ու հաջողել եք։ Ոչ, նմանատիպ առաջարկներ շատ կան, առաջարկներ կան նաեւ մասնավոր այսինչ շենքի բակին վերաբերվող, այնինչ շենքի տանիքին վերաբերվող, այսինչ ընդհանրենք փակուղում կոյուղագծերի հետ կապված խնդիրների, շատ են նման առաջարկները։ Պարզապես տեսեք, ակտիվության մասը մի փոքր այսօր իշխանություն հետաքրքիրն է, որ այդ ամենը, այսինքն նախկին քաղաքապետի տեղակալ աշխատած մարդը ինձ փորձում էր կապել նախկին քաղաքային իշխանությունների, ասում է 240 որոշում է եղել, որից 217-ին քվեարկել եք կողմ։ Այսինքն եթե խնդիրը վերաբերվում է մեր համայնքին, ինչ որ հարց է քննարկվում, մենք առաջարկությամբ հանդես են գալիս եւ մեր առաջարկն ընդունվում է։ Նույն բյուջեի քննարկման ժամանակ բյուջեի կետերի փոփոխության համար մենք առաջարկություն ենք անում, ընդունվում է։ Այսինքն հետո մենք քվեարկենք դեմ ինչա դեմագոգիայով ենք զբաղվելու այս համայնքում։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ ուզեցել են, որ ավականունիստերը մարտադաշտի վերածվի, իրենք էլ արևածաղիկը վերցնեն, ըստեն իրենց համար այսպես ասած ինչ որ բան նայեն եւ ուրախանան։ Պղտոր ջրում փորձեն ձուկ բռնել, բայց մենք այլ ճանապարհով ենք գնացել։ Մենք գնացել ենք աշխատանքի ճանապարհով։ Երբ որ քո առաջարկությունը, քո մոտեցումը հստակ ընդունվում է եւ ավականու որոշով անցնում է, ինչ իմաստ ունի այդ ամեն ինչը։ Այսինքն ջերմոցային տնտեսություններին վերաբերող հարցեր, հողի կատեգորիաների վերաբերող հարցեր, որտեղ պետքա կառուցվի չրանոցներ, գյուղմթերքի համար, պայստարաններ, այդ ամենին քվեարկել դեմ, ինչա թե ԿՊ-ական որևէ քաղաքապետ տեքստը ինքնա կարդում այդ որոշման։ Իհարկե ոչ։ Իհարկե դա լավ տեղ չտանող ճանապարհ է։ Եվ ասեմ, երբեք ավականու նիստերի ժամանակ քաղաքական որևէ հարց չի քննարկվել։ Որևէ հարց։ Եղել է համայնքային նշանակության հարցեր, շատ դեպքեր ա եղել, որ մենք ինքներս ասել ենք, այս տարբերակն էլ անենք, սա էլ անենք, երբեմն էլ եղել է, որ դա չի ընդունվել իհարկե, մոտեցումներ ա տարբեր, բայց փորձել ենք համայնքը պահել ամեն դեպքում մեր քաղաքացիների հաշվին, չենք փորձել երբեք ինքնահաստատվենք, չենք փորձել երբեք ճղճղան մարդու տպավորություն թողել, որտեղ ճղճղում են, բայց տակը գետնի վրա պարզապես 0 է, ոչինչ չկա։ Պարոն Խաչատրյան, կարծես թե որպես ավականու անդամ այդքան էլ ակտիվ չեք աշխատել, հաշվի առնելով, որ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ այդ քրեական վարույթի հիմքը հանդիսացել է մամուլի հրապարակումը, այլ ոչ թե օրինակ ավականիների բարձրաձայնումը կամ դրա հետ կապված դժգոհությունները, այն դեպքում, երբ ավականին ունի բավականին լայն լիազորություններ։ Ինչն է խանգարել ձեզ, որպեսզի կանխեիք այդ ապօրինությունները լինելով ավականու անդամ։ Ուղղակի չէ կարևորել ձեր աշխատանքը, թե ինչ որ բան խանգարել է։ Ոչ նա, ես ասեմ, ես հասկանում եմ ինչի մասին է խոսքը, դա նաև որևէ իշխանամետ ուժեր փորձում են մանիպուլացնել, փորձում են մարդկանց մոտ էջմիածնեցիների մոտ ստեղծել տպավորություն եւ բաց տեքստով ասում են
կողմ են քվեարկել, որպիսի Դիանա Գասպարյանը հողատարածք առնի։ Դա պարզապես կեղտոտ մանիպուլյացիա է։ Եվ բոլորը դա արդեն հասկացել են։ Ավականին նման որոշում կայացնելի լիազորություն չունի։ Ավականին կարող է որոշել տվյալ հողակտորը բաց աճուրդի գնա, հանել աճուրդի, օտարել աճուրդային տարբերակով, թե ոչ։ Իսկ աճուրդային հանձնաժողովներում ովքեր են իրենց ՔՊ-ականներով, քաղաքապետարանի աշխատողներով, թե ինչ քայլերով արվեց, քանի մարդ մասնակցեց, ինչի համար այդ հողակտորը այդ գնով վաճառվեց, այդ պատասխանը պետք է տան իրենք։ Սկսել են, թող շարունակեն։ Հիմա թող շարունակեն, տեսնեն ովքեր են եղել այդ ամենը։ Ընդդիմադիր որևէ ավականի, այդ թվում նաև ես, աճուրդային հանձնաժողովում երբեք մենք չենք եղել, մասնակցություն չենք ունեցել։ Որքան որ տեղյակ եմ, հետագայում ինչ որ ընդլայնման հարցեր է առաջացել, դա եղել այդ ամենը, քանի որ մենք չկանք, չենք եղել։ Մեզ տեսանելի չի եղել, տեսանելի է եղել այն ժամանակ, երբ որ արդեն մենք փորձում ենք հասկանալ ինչա հենց այդ նյութը մամուլում մենք ինքներս էլ տեսանք, հետո իմացանք, որ քրեական գործ է հարուցվել, մի խոսքով դա բանը տեղափոխվեց իրավական հարթություն արդեն։ Ամբողջը դրա հետ է կապված։ Իսկ ինչ վերաբերվում է օտարման աճուրդային, գրեթե ամեն երկրորդ նիստի ժամանակ նման հարցեր եղել է տարբեր չափի հողակտորների։ Մարդիկ ով 30 տարի այդ հողամասը իրենն է եղել, չի եղել այլ տարբերակ, որպեսզի այդ մարդուն տվի, ավականով որոշել ենք, եկել է, հանդիպել ենք, ասել է 30 տարի այս հողը իմն, ասենք 200 քառակուսի հողա կամ վարելա հողա, մենք հստակ գիտենք, որ դա այդ մարդունն է։ Զբաղվենք դեմագոգիայով, զբաղվենք թշնամանքով, ինչի համար սա փոքր քաղաք է, ու այդ ամենը բոլորը գիտեն։ Նույն տարբերակով եղել է մարդիկ շատ հողակտորներ, որ իրենց սեփական տան դիմացը առաջ եկած տարածքներ ունենք, բոլորս էլ դրա մասին տեղյակ ենք։ Տարիներով ցանկապատված է եղել, օգտագործված է եղել է, որ 90-ականների մեկը հարևանը դա սեփականացրել է, մյուս հարևանը չի արել, մնացել է մյուսը, մի խոսքով sense տարբեր հարցեր։ Այսինքն մենք ամեն դեպքում առաջնորդվել ենք համայնքային, համայնքի բնակչի շահով։ Բնականաբար, եթե ունենանք իշխանություն, լրիվ այլ քաղաք ենք տեսնելու այսօր։ Դուք խոսում եք միայն քաղաքի մասին, իսկ գյուղական բնակավայրերը։ Դե ձեր հարցը քանի որ մենք միայն քաղաքում ենք եղել ավականի եւ միայն Ոսկեհատ գյուղում, նախկինում Վաղարշապատ խոշորացված համայնքը եղել է։ Ընտրվելուց հետո նկատի ունեմ։ Հա, ընտրվելուց հետո բնականաբար մենք գյուղական համայնքների հետ կապված շատ մեծ ծրագիր ունենք, մեծ ուշադրություն ենք դարձնելու, գույքագրել ենք մենք առաջնային այ գյուղական համայնքների հետ կապված, եթե քաղաքայինը մենք միշտ իմացել ենք, գյուղականը մինչ քարոզարշավը թիմը աշխատել է բնակիչների հետ, գյուղաբնակների հետ, տարբեր տնտեսություն ունեցող անձանց հետ, փորձել հավաքագրել տարբեր գյուղերի խնդիրներ, գյուղերի խնդիրներ եւ միայն խնդիրները չէ, զարգացման որևէ ծրագրեր, որպեսզի գյուղն էլ ինքն էլ իր գյուղացու համար լինի գրավիչ, լինի լավը։ Հիմնական խնդիրները, որոնք մենք փորձել ենք առանձնացնել, դա ջերմոցային տնտեսություններին վերաբերող խնդիրներն են։ Մարդկանց պարզապես թալանել են այս տարիների ընթացքում։ Ինչ եղանակով։ Ինչ եղանակով։ Մարդը ջերմոց կառուցելու համար, մոտ 1000 մետր ջերմոց, ցելոֆանի ջերմոց կառուցելու համար միլիոնից ավել մոտ մինչև 1.5 միլիոն դրամ հող է ծախսում։ Շինթույլտվություն, նախագիծ, կապալառու որևէ ընկերություն, որը բնականաբար ձևական բնույթ է գրում, ինչ որ մեկը ունի, սովորաբար դրանք լինում են մերձ իշխանական անձին, ով պեչատը ծոցաջեբը դրած է, որոշակի գումարի դիմաց, պեչատը հանում է, ասում է, ես քո կապալառուն եմ, դու գնա, էլի գյուղացին ինքն է իր ձեռով այդ ջերմոցը սարքում, հասկանում եք։ Հայաստանի Հանրապետության օրենքով մի աբսուրդային բան է, ջերմոց կառուցելու համար շինթույլտվությունը հավասարեցված է հիմնական շինության հետ։ Մարդը մինչև դա մոտ 300-400 հազար դրամ պետք է տա ջերմոցի նախագիծ։ Նախագիծից հետո նախագծից առաջ մի 30-40 հազար, որ տեղային կետեր լինի, որպեսզի կարողանանք նախագիծը կազմել։ Դրանից հետո գնում է հողի կատեգորիայի փոփոխություն 8-9 ամիս, 10 ամիս։ Տեսեք, մարդը ծախսում է գյուղացին մոտ 1 միլիոն գումար, մի 10 ամիս էլ սպասում է, որպեսզի կարողանա ջերմոց կառուցել։ Եվ նախ մենք գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ ասել ենք, որ ձեր նախագծային ամբողջ աշխատանքները համայնքապետարանը վերցնելու է իր վրա։
Դուք այլևս այդ 400,000 դրամը չեք տալու, որպեսզի նախագիծ ունենաք։ Նախագիծը համայնքապետարանը ձեզ համար անելու է անվճար, որովհետև ջերմոցային տնտեսության նախագիծը այսօր կարելի ասել պարզապես կոպի փաստ է։ Ես սա ասում եմ խորհրդակցելով նախագծող ընկերությունների, նախագծող անձանց հետ։ Մենք ջերմոցային տնտեսությունների հարցը լուծելու ենք, ֆինանսական բեռը թեթևացնելու ենք եւ խթանելու ենք, որպեսզի ով ունի 1000 մետր, 2000 մետր ջերմոց ունենա 3-ը, 4-ը, որովհետեւ գյուղական համայնքների ապրուստի միջոցն է սա։ Հաջորդը ոռոգման ջրի խնդիրն է։ Բնականաբար պետք է բարեկարգել ոռոգման համակարգերը, արտեզյան հորերի համակարգերը։ Այսօր մենք գյուղական համայնքներ ունենք, որ արտեզյան հորեր կա։ Ուղղակի այդ հորերը չեն մաքրում տարիներով, հորերը չեն աշխատում։ Վերջերս մի գյուղում ենք, արդեն Ծիածան գյուղում ենք, բնակիչներն ասում են ունենք 2 արտեզյան հոր, մեկը չի աշխատում, ասում ինչի՞ չի աշխատում, ասում մեջը մատորը չկա։ Այսինքն այսքան պրիմիտիվ, այսքան լինել ապաշնոր կառավարում իրականացնել։ Դրանից հետո հիմա նորից գյուղերում մարդկանցից, գյուղացիներից ուզում են ձայն։ Ես դա չեմ կարողանում հասկանալ։ Ամենահետաքրքիրը, իրենք սա արել են, իրենք ժողովրդին է ջերմոցային տնտեսություններով թալանել են, հետո գնում են գյուղեր, ասում են մենք այս հարցը ձեր համար կլուծենք։ Իրենք են այդ ամբողջն արել։ Եվ հետաքրքիր մի դիալոգ տեղի ունեցավ վերջերս գյուղի 2 բնակիչների հետ, մեկը այսպես ասած մեզ էր իր ձայնը տալի իր ասելով, մյուսը իշխանական տեխնացուին ասում էր դե մեր փող ինչ են արել, իրար մեջ վիճում են թե ինչ են արել, մեկն ասում է դե մեր փողոցն ասֆալտ են արել, ասում է 7 տարի կյանքից ստանցել է, 7 տարի դու մեծացել ես, մեր գյուղում մի հատ էս փողոցն ասֆալտ են արել։ Այն դեպքում, երբ որ պետք է լիներ ոչ թե 1 փողոց, 4 փողոց, 5 փողոց, եւ դրա հետ զուգահեռ տարբեր խնդիրներ, խնդիրների լուծումներ։ Ընդհանրապես, այս մարդկանց պատկերացումը քաղաքային համայնքային տնտեսությանը միայն շենքերի հետ է կապված կամ ինչ որ ասֆալտի հետ է կապված, մյուսի։ Մենք կարևորում ենք մարդուն նաև։ Համայնքը բնակչով է համայնք։ Եվ երեք ինչքան փողոց կա ասֆալտ անենք, ինչքան շենք կա սիրուն սարքենք, բայց այս համայնքում բնակիչ չլինի։ Ձեր խոսքում նշեցիք, որ այդ վճարները օրենքով է սահմանված։ Համայնքի ղեկավարը ինչպես կարող է օրենքը փոխել։ Չէ, օրենքով սահմանված է շինթույլտվության վճարի հարցը։ Ես ասում եմ, որ մենք նախագիծը մարդը գնում է մասնավոր ընկերությանը պատվիրում է։ Այդ 400,000 դրամը ինքը ծախսում է մասնավոր ընկերությանը պատվիրելով, մասնավոր որևէ անձին, ով ունի լիցենզիա, պատվիրելով։ Համայնքապետարանը դա իր մասնագետների միջոցով վերցնելու է իր վրա։ Գյուղացիների հետ կապված հաջորդ աբսուրդային մի տարբերակ էլ կա։ Մարդը իր սեփական հայաթում, իր տան մեջ, մենք բոլորս կհիշենք, էլի ժամանակին տան մեջ, տան բակերում, մանավանդ գյուղերում ջերմոցներ գրեթե բոլորն ունեին։ Հիմա մարդը ժամանակավոր ջերմոց սարքելու համար գալիս իրան տուգանում են, ասում են մի հատ գնա նորից նախագիծ արա, այդ ջերմոցի թույլտվությունը հանի, հետո մի հատ ընդհանուր հողի նախագիծը, տան նախագիծը, որ ջերմոցը մտնում է քո տարածքի մեջ։ Այդ մարդը կարա այս տարի ջերմոցը, մենք բոլորս հասկանում ենք, ջերմոցային տնտեսություն այնպիսի բան է, այս տարի կարա լինի, կարա մյուս տարի մարդը որոշի ուղղակի ջերմոցը չլինի։ Իրա բակում չլինի։ Այսինքն մարդկանց ուղղակի մտել են գրպանը ֆինանսական մեծ բեռ են փորձում թողել գյուղացիների վզին։ Մենք փորձելու ենք այս խնդիրները լուծել։ Վերջին հարցս. ընտրողը ինչու պետք է վստահի ձեզ, որ ձեր ասած ծրագրերը իրականում չեն մնա թղթի վրա, այլ կդառնան իրականություն։ Նախ մենք չենք առաջարկում որևէ ծրագիր, որը անիրատեսական է։ Մենք մեր թիմով էլ որոշել ենք, մենք ասում ենք այն ծրագրերը, որը իրատեսական է, որը աշխատանքի կամքի արդյունքում շատ արագ, բնականաբար ծրագրեր են լինելու, որ արագ հնարավոր չի, յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր մոտեցում ունի իր ժամանակը, կա կարճաժամկետ ծրագրեր, կա երկարաժամկետ լուծվող խնդիրներ։ Մենք դա անելու ենք, եւ որ ամենակարևորն է, այս 7 տարիներին տեսնելով օրվա իշխանությունների խայտառակ աշխատանքը, պարզապես չպետք է ձայն տա, ոչ մի դեպքում վաղաշաբաթին չպետք է ձայն տա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ոչ մի դեպքում։
եւ որ ամենակարևորն է պետք է հասկանա, եթե ձայնը տալիս է քաղաքացիական պայմանագրին, ձայնը տալիս է նույն Նիկոլ Փաշինյանին, որքան էլ հիմա իրենք փորձեն առանձնացվել, այսօրվա մեր տեխնացուին առանձնացնել, որ ինքը դե ինչ կապ ունի այդտեղ հարցը Նիկոլը չի, հարցը ՔՊ-ն չի, հարցը ՔՊ-ն է, հարցը Նիկոլն է, ցանկացած մարդ։ Եվ եթե տես չի, նշանակում է այսօրվա տեխնացուին պարզապես իրենց քաղաքական հետագա ծրագրերի համար ուղղակի օգտագործում են։ Պարզապես որպես գործիք օգտագործում են։ Ես ուզում եմ, որ սա վաղաշաբաթցիները հստակ իմանան։ Պետք չի ձայն տալ ոչ մի դեպքում, եթե չեն էլ ուզում մեր քաղաքական թիմին ձայն տալ, թող ձայն տան այլ քաղաքական ուժերին։ Ոչ մի դեպքում ոչ մի ձայն ՔՊ-ին։ Շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար, իսկ դուք մեր հարցազրույցները բաց չթողելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին։